Հաճախ ուրեմն խնդիրը փնտրելուց գործարարը մտածում է սենց. ես ունեմ կադրերի խնդիր։ Մեր դեպքում էլ, չէ՞, մենք ունենք կադրերի խնդիր։ Ես ասում եմ հետեւյալը ժողովուրդ. չկա կադրերի խնդիր որևէ բիզնեսում, հա։ Բիզնեսը process-ների համախումբ է։ Բիզնեսը մի հատ մեծ process է, որ բաղկացած է բազմաթիվ ենթապրոցեսներից, հա։ Բիզնեսում կա խնդիր, քանի որ որևէ process սխալ է աշխատում։ Այսինքն պետք է process-ից գալ խնդիրը գտնել, ոչ թե սահմանել խնդիր, ասել ես ունեմ կադրերի խնդիր։ Ինչի է դա բերում, հա, ես ունեմ կադրերի խնդիր, բան սահմանում առանց բուն process-ին անդրադառնալու։ Ինչի է բերում, որ մենք ոչ թիրախային ենք խնդիր լուծում։ Մենք լուծում ենք շատ անգամ պաբոչնի էֆեկտները, ոչ թե բուն խնդիրը։ Process-ից խնդրին գալը օգնում է կոնկրետ process-ում կոնկրետ խնդիրը լուծել։ Գտնել իրական են հիմնական խնդիրը, որից հետո որ խնդիրը կլուծվի։ Տեսեք, այստեղ ասում ես ունեմ կադրերի խնդիր, բայց մենք խորացենք, հասկացանք, որ կարա լինի դեպք, որ ես ոչ թե կադրերի խնդիր ունեմ, այլ ես բիզնես process մշակելու խնդիր ունեմ, այսինքն կառավարման խնդիր ունեմ։ Երբ որ ես մշակեմ կադրերի ներգրավման process, հա, արդյունավետ process սարքեմ, իմ մի recruiter-ը, մի հավաքագրողը կհասցնի աշխատանքը անի։ Հիմա ինքը չի հասցնում, որովհետև process-ը ճիշտ մշակված չի, ոչ թե մարդ չունեմ, ոչ թե երկրորդ հավաքագրողը։ Դրա համար process-ից գալ խնդիրը գտնելը շատ ավելի ճիշտ է, քան sense ակնհայտ խնդիրը միանգամից բանալ, հա, ֆիքսել, որ խնդիրը էս է ու փորձել լուծել։ Դա թիրախային չի լինի։ Այս մարդու օրգանիզմով եմ օրինակը բերել, հա, օրգանիզմը հիվանդ է, քանի որ ինչ-որ process սխալ է աշխատում։ Նույն ձևով բիզնեսը հիվանդ է, քանի որ ինչ-որ process սխալ է աշխատում, ոչ թե որովհետև կադրերի խնդիր ունի։ Երբ պարզապես ասում եմ կադրերի խնդիր ունեմ, լուծում եմ սխալ խնդիր, երբ գալիս եմ process-ից, իրական խորհրդային խնդիրներ գտնելու հնարավորությունները մեծանում են։ Ես հենց ինչ ասեցի։ Մյուս կարևոր բանի մասին եմ ուզում խոսել, որ էլի ձեր մտքով հաստատ անցավ։ Իսկ ես ինչ մեղավոր եմ, եթե այս են արտաքին խնդիրների մասին, հա, որ բոլոր բիզնեսներում, հատկապես Հայաստանում, այս արտաքին խնդիրները շատ են։ Օրինակ, ինչ bottleneck-ի, ինչ բիզնեսում խնդրի մասին է խոսքը, եթե օրինակ շուկան փոքր է, կամ եթե մոնոպոլիա կա շուկայում եւ դրա դեմ ոչինչ չես կարող, կամ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է, առաջ Ռուսաստան արտահանում էր, հիմա չես կարող արտահանել, կամ ուղղակի պահանջակ չկա, կամ շահութաբերությունը շատ ցածր է մեր բիզնեսում, ինչը թույլ չի տալիս մեծացնել ծավալները, հա, ուղղակի ֆինանսական միջոցները չեն հերիքում, ուղղակի ճիշտ չի մեծացնել ծավալը։ Սենց բազմաթիվ բաներ, հա, արտաքին խնդիրներ կարելի է դուրս բերել, որոնք որ ըստ էության ինչքան էլ բիզնեսի ներսում փնտրես, հա, խնդիրը բիզնեսի հիմնական բիզնես process-ում փնտրես խնդիրը չես գտնի, որովհետև խնդիրը բիզնեսից դուրս է։ Այստեղ երկու բան եմ ուզում ասել, որ երկուսն էլ շատ կարևոր են։ Առաջինը, նախ եկեք մենք մեզ խոստովանենք, որ բիզնեսի ընտրության, նիշայի ընտրության, բիզնեսի նիշայի ընտրության, թիրախային լսարանի ընտրության, բիզնես ձեր product-ի, ձեր ընկերության դիրքավորման, հա, բիզնեսի զարգացման ռազմավարության համար պատասխանատու գործարարը։ Այս սրանք բանանել, հա, սահմանելը, ընտրելը, իրական սրանք էլ process-ներ են, որոնք որ ուղղակի պետք է ճիշտ անել, ընդհանրապես անել, հա, երկրորդը արդյունավետ ճիշտ գրագետ անել ու երրորդը սրանց բարբերաբար վերադառնալ։ Օրինակ, բանը, հա, թիրախային լսարանը ընտրելը process-ը, որ պետքա անես մի անգամ, հա, մի անգամ որոշես թե ինչ լսարանի համար ես աշխատում, բայց հետո պետքա բարբերաբար վերադառնաս, նայես տենաս, արդյոք քո product-ը եւ լսարանը համապատասխանում են, ինչ որ բան չի փոխվել լսարանում։ Լսարանը նույն ձևով է, նույն վարքագիծն դրսևորում, նույն պահանջարկներ, նույն պահանջները ունի, նույն կարիքներ ունի եւ այլն, հա։ Ու այդտեղ էլի, հա, կարելի է գալ processual մոտեցմանը։ Եթե մենք բարբերաբար չենք իրականացնում լսարանի վերլուծության process, ապա բնական է, որ ինչ որ պահի մենք հասկանանք, որ սխալ շուկայի վրա ենք աշխատում, կամ շուկան փոքրացել է։ Այդպես, ասածս որն է, որ նույնիսկ այս դեպքում, եթե sense բան անենք, հա, խորանանք նրա մեջ թե իրականում
խնդիրը որտեղ է, կհայտնաբերենք, որ էլի շատ դեպքերում, ոչ միշտ, շատ դեպքերում ուղղակի որևէ process վատ է աշխատում։ Այդ ու նաև ռազմավարության մշակման process, չէ՞ որ ռազմավարություն մշակելը մի բան է, որ պետքա ու անել պարտադիր ու գոնե ամեն տարի դա թարմացնել։ Եվ մյուս կարևոր բանը, եթե խնդիրը արտաքին է եւ ընթացիկ բիզնես մոդելի դեպքում սահմանափակում է բիզնեսը, օրինակ շուկան փոքր է։ Ինչ կարաս անես, ամբողջ Հայաստանը գրավել ես, ժամանակի ռազմավարություն տնել, որ Հայաստանի շուկան գրավես։ Գրավել ես, դարձել ես շուկայում համար մեկը, շուկան փոքր է, հա։ Պետք է դա դիտարկել բիզնես մոդելը փոխելու սցենարն։ Այսինքն, այստեղ արդեն խնդիրը բիզնեսի ներքին process-ներից դուրս է, հա, դրանից վերև։ Բիզնես process-ում է խնդիրը։ Այսինքն, այստեղ միգուցե դիտարկես բան այլ բիզնես process-ներով աշխատել, հա, լրիվ այլ շուկան մտնել, չգիտեմ, այլ բիզնես process-ներով չնայած, այլ բիզնես մոդել վերցնել, այլ շուկաներ մտնել, հա, լրիվ ոնց որ բիզնեսի այդ ներքին process-ից դուրս մի մակարդակ վերև նայես մտածես։ Այս դեպքն էլ կա։ Ասածս ինչա, որ այն ինչ որ ես ներկայացնում եմ, հա, սա բիզնեսի ներքին խնդիրները գտնելու քայլերի հաջորդականությունն է, process-ը, մեթոդը։ Բայց բիզնեսի խնդիրները մենակ բիզնեսի ներսում չեն, հա, դրանք որ բիզնեսը բաց համակարգ է, շփվում արտաքին աշխարհի հետ, խնդիրները կան, որ արտաքին աշխարհի հետ են կապված ու այնտեղ պիտի նայես, որ հասկանաս դեռ ինչ փոխես։